Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության մեջ տեղի ունեցավ քննարկում գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականներու ռազմավարական ծրագրի նախագծին վերաբերյալ։ Հանդիպման անդրադարձ կատարված է նաև գիտության եւ արհեստագիտության ոլորտի քերագայություններուն։ Կրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարարության բարձրակույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյան նախ անդրադարձավ գիտության ոլորտի գնահատման չափանիշներուն, ընդհանրական ցուցիչներուն, հետազոտության եւ այլ ծրագիրներու հետ ներդաշնակեցումը։ Վարչապետը կարևոր նկատեց գիտական կարողություններու զարգացման ուղղված պետական քաղաքականության արդյունավետ իրականացումը եւ այդ ուղղությամբ նախանշված ծրագիրներու կյանքի կոչումը։ Հայաստանի արտաքին գործոս նախարարությունը Ռուսաստանի տեսփանին փողոքի հայդակիր հանձնեց Սոլովյովի հայտարարություններուն առնչությամբ։ Այո, իսկապես կհաստատենք, տեսփանը կանչված է Հայաստանի արտաքին գործոս նախարարություն, անոր դրված է փողոքի նոթա Սոլովյովի հայտարարություններու վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցվին Ռուսաստանի արտաքին գործոս նախարարություն, հասցին հայտնած են Հայաստանի մեջ Ռուսաստանի Դաշնության տեսփանադունեն։ Հայաստանի մեջ Ռուսաստանի տեսփանը կանչված է արտաքին գործոս նախարարություն, անոր հանձնված է փողոքի հայդակիր, ուր խորը վրդովմունք արտահայտված է պետական հերոստանգերության մաս կազմող ծրագիրի եթերով հնչած հայտարարություններուն գաբակցությամբ։ Ընդգծված է, որ ադոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են եւ թշնամական դրսեւորում եւ գոպտորեն կխախտեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերություններու հիմնարար սկզբունքները հայտարարած են Հայաստանի արտաքին գործոս նախարարութենեն։ Առողջության համընդհանուր ապահովագրության համագարկի գործարկման ընթացքին հետևելու համար նախարար Անահիտ Ավանեսյանն Էրեբունի բժշկական կենտրոն այցելեց, կհայտնեն նախարարութենեն։ Թեև մոտ 10 օր է, որ ապահովագրության համագարկը մտած է կորզնական փուլ, բայց այս բժշկական կենտրոնի ներս արդեն հաստուցած են ապահովագրական փաթեթով դժվար բժշկական ծառայություններ դրամատրել մեր քաղաքացիներուն։ Ադոնց շարքին են շարք մտանգարժեք գործողություններ, որոնք մինչև համընդհանուր ապահովագրության ներդրումը պետական պատվերով կամ չէին դրամատրվեր կամ համավճարի դարբերակով միայն մեկ մասը պետության կողմեն կփոխհատուցվեր։ Անահիտ Ավանեսյան կշարունակե նաև առցանց դարբերակով բարբերաբար կապ հաստատել Հայաստանի դարբեր բժշկական կենտրոններուն հետ, ապահովագրության առնչվող յուրաքանչյուր հարց տեղվույն վրա բարձրաբանելու, ճիշտ ուղղորդելու, անհրաժեշտության բարակային կորզնական լուծում տալու համար նշված է հաղորդագրության մեջ։ Ամերիկան իր քաղաքացիներուն գոչ ըրած է Իրանեն հեռանալ, նշելով, որ երկրի մեջ ցույցերը մեծ թափ արին արգելափակված է ինտերնետի հասանելիությունը, փակված են ճամփաները, իսկ օդանավային ընկերությունները սահմանափակած կամ չեղարկած են թռիչքները դեպի Իրան եւ այդ երկրեն դուրս։ Որպես Իրանեն հեռանալու դարբերակ առաջարկված է նաեւ Հայաստանի տարածքը։ Armen Press-ի փոխանցմամբ այս մասին հաղորդագրություն տարածված է Իրանի մեջ Ամերիկայի դեսպանատան գայքի մեջ։ Նաեւ նշված է, որ Ամերիկայի կառավարությունը չի գնար ապահովել Իրանը լքող Ամերիկայի քաղաքացիներու անվտանգությունը։ Ամերիկայի քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի շարունակական խափանումներ, ծրագրեն հաղորդակցության այլ ընրանքային միջոցներ, իսկ եթե ապահով է դիտարկեն ցամաքով Իրանեն հեռանալու դարբերակը դեպի Հայաստան կամ Թուրքիա, հայտնած է տեսփանատունը։ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն ընդունեց Գերմանիայի արտաքին գործոս նախարար Յոհան Վադեֆուլը։ Կողմերը քննարկած են Վենեսուելան, Իրանը, ռուս-ուկրաինական հակամարտության ղեկավարումը։ Այս մասին հաղորդագրություն տարածեց Ամերիկայի պետական քարտուղարությունը։ Երկու առաջնորդները քննարկած են հրադապ մարտահրավերներ։ Պետական քարտուղար Ռուբիոն եւ արտաքին գործոս նախարար Վադեֆուլ վերահաստատած են Իրանին գորիզային զենք մշակելու կամ ցերկ բերելու կարողութենեն զրկելու կարևորությունը, նշված է հաղորդագրության մեջ։ Կողմերը նաև վերահաստատած են իրենց հանձնարարությունը խորացնելու Ամերիկա-Գերմանիա գործընկերությունը այս կարևորագույն առաջնահերթություններու շրջանակներու մեջ։ Այցելութենեն առաջ Վադեֆուլ հայտնած էր, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ պիտի հասցեակրե Գերմանիայի եւ Ամերիկայի միջև արգա դարակարգությունները երկխոսության միջոցով։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ քննարկած է նաև ուժային դարբերակներ Իրանի նկատմամբ, բայց նախընտրած է թիվանագիտական լուծումը։ Այս մասին հայտարարած է Սպիտակ տան մամլոքարտուղար Քերոլայն Լևիտ։ Միևնույն ժամանակ Լևիտի խոսքով թիվանագիտությունը միշտ նախագահային համար հիմնական դարբերակն է։ Ադոր հետ մեկտեղ Լևիտ ընդգծած է, որ Ամերիկայի նախագահը չի վախնար օգտագործել ռազմական դարբերակներ, եթե այդ անհրաժեշտ համար է, եւ Իրանը այդ ամենեն լավ գիտե։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ ավելի գանուխ հայտարարած էր, որ Իրանի իշխանությունները կապված են իրենց հետ եւ կփապակին բանակցիլ։ Անհայտնած էր, որ Ամերիկայի եւ Իրանի միջև հանդիպում ծրագրված է, սակայն Իրանի մեջ հակակառավարական ցույցերու ճնշման պատճառով հնարավոր է մենք ստիպված լանք կորձել նախքան այդ հանդիպումը։ Թրամփն նաև նշած էր, որ Ամերիկան դիտարկած է արձագանքի շատ խիստ տարբերակներ։
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ այն երկիրներու նկատմամբ, որոնք բիզնես ունին Իրանի հետ, մաքսադուրքեր պիտի գիրարվին անհաբաղ։ BBC-ն հայտնած է, որ Իրանի խոշորագույն արևդրային գործընկերը Չինաստանն է, որուն կհաջորդեն Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան եւ Հնդկաստանը։ Որևէ երկիր, որը բիզնես ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, 25% մաքսադուրք պիտի վճարի Ամերիկայի հետ վարած որևէ բիզնեսին համար, գրած է Trump Truth Social ընկերային ցանցի մեջ, շեշտելով, որ հրամանագիրը վերջնական է եւ սպարիչ ան չէ նշած թե որ երկիրներու նկատմամբ պիտի գիրարվի նոր մաքսադուրքերը։ Ցեզի Անի Զեյթունցյանը